կուզենայի ձեր վերաբերմունքը իմանայի 3 Գագիկ Ծառուկյանի հայտարարության վերաբերյալ ակտիվ քաղաքականությունից հեռանալու մասին արտարացված եք համանում այդպիսի որոշումը։ Ձեր կարծիքը։ Իմ կարծիքը այն է, որ փետրվար 20-ին, ինչպես 3 ուժերը խոստացել են ժողովրդին, խոստացել էին, պիտի միասին կանգնած լինեին։ Եվ այդ պայքարը տանեին մինչև ավարտ եւ հաղթանակ, չստացվեց։ Ուրեմն կարծում եմ, թե այդ հայտարարությունը արդացոլանք է մեր հանրապետությունում դիրող ապօրինի ոչ լեգիտիմ իրավիճակի, որը եթե իր լուծումը չգտնի, Նեմցովի օրինակով պիտի արդեն ահաբեկչության դես կստանա, եւ մենք արդեն տեսել ենք քանի սպանություն կա մեր հերոս զինվորների եւ քաղաքացիների սահմանից հեռու անգամ։ Մեզ սպասում են շատ դժվար, վտանգավոր բահեր, այս արդագարգ վիճակ առաջ անգամ չէ, որ ասում եմ, արդագարգ եւ արդահերթ լուծում է պահանջում։ Ես համարում որ դա իր քաղաքացիական իրավասության մեջ էր եւ հույս եմ դածում, որ մենք ունենանք այդ Հայաստանը մեր կյանքի օրերին, որ ոչ մեկը իր քաղաքական կամ քաղաքացիական գործունեության համար չի բաժվելու։ Եթե ուզում եք ստուգել կամ բաժել, ձեզանից սկսեք։ Ես երկու հայտարարությունների հետ համաձայն չեմ եւ շղթում եմ երկուսինը։ Կարող է իրենց նպատակադրումը ուրիշ էր, ուրիշ բան ուզում էին ասել, բայց եթե իրենց ասածը իսկապես այն ինչ է, որ տեքստի մեջ գրված է, ցավում եմ դրա համար, բայց մենք բաց ենք հաղորդակցության համար, ոնց որ Բրուսելում գնացինք 3 կուսակցություններով եւ միասնական հաղթանակի մասը կազմեցինք, մենք բոլորի արժեվ այդ միասնությունը կարող ենք կիրառել, բայց միայն իրավունքի եւ ժողովրդի շահի հիման վրա։ Այդ երկու հայտարարությունների միջև ես չեմ ուզում նմանություններ փնտրել, ընդհանրություններ որոնել, բայց ակնհայտ է, որ ժառանգությունը առաջադար ընդդիմադիր քաղաքական ուժերից մեկն է։ Եվ ով քաղաքական թե քաղաքացիական, իշխանական կամ ընդդիմադիր իրեն համարում է միակը, հիմա թե 10 տարի անց, մարտին թե ապրիլին թե մայիսին, ինքը չարաչար սխալվում է եւ այդ ինքնասիրահարվածությունից պետք է դուրս գանք եւ թող իշխանավորը ինձ երբեք չասի որ մենք չունենք որն է այլընտրանքը եթե պետություն ենք ազգ ենք միշտ այլընտրանք պիտի ունենանք այլընտրանք թե իշխանության թե ընդդիմության եւ ինձ բարձրապես զարմացնում է որ ցանկացած մարդ որ իրեն համարում է քաղաքական գործիչ կարող է ասել որ մեզ այլընտրանք չկա ժառանգությունից Անտին լիք այլընտրանք կա եւ մենք հպարտանում ենք եւ հարստանում ենք դրանով բայց թող ոչ մեկը մեզ խաղից դուրս չհամարի